Կին Ջուրակյան, կարծում եմ նախագահողի դիտողությունը ձեզ շատ տեղին էր, որովհետև դուք կմնայիք ձեր հատկացված ժամանակի մեջ, եթե ոչ թե ամբողջությամբ ընթերցեիք նախագիծը, որ ազգային ժողովի կայքում հասանելի է եւ մենք էլ ենք կարողանում դա ընթերցել, այլ ներկայացնեք այդ նախագծի հիմնավորումները։ Այդ նախագծի հետ կա հիմնավորում, որտեղ մենակ հիմնավորում բառ կա, բայց նախագծի բուն բովանդակության ոչ մի հիմնավորում չկա։ Օրինակ դուք կասեք, թե ինչի եք առաջարկել ստեղծել հենց 12 հանձնաժողով, երբ որ կանոնակարգը մեր ասում է մինչև 12 հանձնաժողով։ Քանի որ հանձնաժողովների մեծ մասը անվանումներով եւ քանակով համընկնում է 8-րդ գումարման ազգային ժողովի հանձնաժողովների քանակին, կարող եք մեզ ներկայացնել նախորդ հանձնաժողովների ծանրաբեռնվածության վերաբերյալ տեղեկություններ հասկանալու համար, թե ինչ իմաստուններ նման մեծ թվով հանձնաժողովներ ստեղծել։ Կամ տարածքային կառավարման տեղական ինքնակառավարման հարցերը ինչ կապ ունեն բնապահպանական, բնօգտագործման, բնապահպանական խնդիրների հետ, երբ որ տարածքային կառավարում եւ տեղական ինքնակառավարում դրանք հանրային իշխանության ինստիտուտներ են եւ ամբողջությամբ տեղավորվում են պետաիրավական ոլորտի մեջ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, ժամանակը քիչ է եւ ես կարծում եմ այո, պետք է այս պահին երբ ձևավորվում են հանձնաժողովները ազգային ժողովում եւ նաեւ հանրության համար հնչի, որովհետեւ դուք ճիշտ եք այո, կայքում տեղադրված է նախագիծը, բայց հանրությունը նաեւ պետք է իմանա, թե ինչ հանձնաժողովներ են ստեղծում մեր ազգային ժողովում եւ այդ հանձնաժողովները գործունեության ինչ ոլորտներ պետք է ունենան։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչու է որոշվել հենց 12 հանձնաժողովներ ստեղծել, եթե Հայաստանի Հանրապետության Սահմանությունը ասում է, որ մինչև 12 հանձնաժողով կարող ունենալ ազգային ժողովը, ապա որոշումը կայացվել է հետևյալ կերպ, որ յուրաքանչյուր հանձնաժողով ըստ էության պետք է ունենա այն գործընկեր, այսպես ասած, կառավարության համապատասխան նախարարությունը կամ կառավարության գործադիր իշխանությունում գտնվող մարմինը համապատասխան, որ իր աշխատանքները ձևավորի։ Դրա համար է այս որոշումը կայացվել, ինչ վերաբերում է նրան, թե յուրաքանչյուր հանձնաժողով ինչ ծանրաբեռնվածություն է ունեցել 8-րդ գումարման ազգային ժողովում, այս պահին ես ձեզ վիճակագրական տվյալներ չեմ կարող ներկայացնել, բայց ազգային ժողովի աշխատակազմը այդ վիճակագրական տվյալները իհարկե ունի եւ եթե դուք այդ ցանկություն ունեք, կարող ենք նաեւ աշխատակազմին խնդրել ձեզ նույնպես տրամադրի այդ վիճակագրական տվյալները, համենայն դեպս պետք է, եթե արձագանքեք, կշարունակեք։ Արձագանք։ Ես այդպես էլ չլսեցի որևէ հիմնավորում այս որոշման նախագծի վերաբերյալ։ Դուք ունեք 3 էջանոց նախագիծ եւ ընդամենը մի նախադասություն իբր հիմնավորում։ Այնինչ պետք է լիներ ճիշտ հակառակը։ Յուրաքանչյուր հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ դուք պիտի ազգային ժողովին ներկայացնեիք հիմնավորումներ, թե ինչով եք հիմնավորում այդ հանձնաժողովների ստեղծումը։ Ցավոք սրտի դա չհնչեց, այսինքն անհիմն օրենքի որոշման նախագիծ ըստեյության քննարկում։ Չունենալու հիմնավորում։ Շնորհակալ եմ արձագանքի համար, պարոն Ղազարյան, ես պետք է ասեմ, որ դուք որպես խմբակցություն նույնպես ունեիք հնարավորություն նման որոշման նախագիծ ներկայացնելու ձեր հիմնավորումներով։ Դուք նման նախագիծ չեք ներկայացրել։ Դուք կարող եք ներկայացնել ավելի արդյունավետ ըստ ձեր տրամաբանության հանձնաժողովների կազմ, գուցե ավելի քիչ, չգիտեմ, ինչ մոտեցում ունեք դուք այս առումով։ Համենայն դեպս դուք այդ հնարավորություն ունեցել եք եւ չեք ներկայացրել։ Ավելին նաեւ այս պայմանությամբ չեմ տեսնում, որ առաջարկներ ունեք, թե օրինակ, որ հանձնաժողովը մենք կարող էինք չներառել այս 12-ի մեջ։ Հիմա եթե առաջնորդվենք ծանրաբեռնվածության, կարող եմ ասել, որ ամենակիչ ծանրաբեռնվածություն ունեցող հանձնաժողովներից մեկը 8-րդ գումարման եւ ոչ միայն բոլոր գումարումների ազգային ժողովում եղել է մարդու իրավունքների եւ հանրային հարցերի պաշտպանության հանձնաժողովը։ Եթե դուք ունեք առաջարկ օրինակ այդ հանձնաժողովը չունենալ ազգային ժողովում, կխնդրեմ այստեղից հնչեցնել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հարցերն ավարտվեցին, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Ես էլ անփույթ կարդացողների համար հատուկ ասեմ, որ հանձնաժողովը կոչվում է տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողով, այսինքն ըստ առաջարկվող նախագծի եւ բնապահպանությունը ուղիղ կապ ունի շրջակա միջավայրի պահպանության հետ։